Բարի կեսօր, եթերում ABC լուրերի հերթական թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունները Հայաստանից և աշխարհից, նախ գլխավոր լուրերը համառոտ։ Հավասարություն Սևանի ու Արցախի միջև Փաշինյանը մեկնաբանել է Ալիևի վերջին հայտարարությունները։ Ռուսական ցորենը Հայաստան է գալիս Ադրբեջանի տարածքով, անցել է սահմանը, թե դեռ ճանապարհին է, հայտնի չէ։ Ինչ ճակատագիր է սպասվում Ծափաթաղում սպանված երեխայի քրոջն ու եղբայրներին, Գեղարքունիքի մարզպետարանը նիստ է հրավիրել։ Ողբերգական վթար Արագածոտնի մարզում կա 2 զոհ, 4 վիրավոր։ Համատեղ պայքար պատժամիջոցների դեմ, ինչ են պայմանավորվել Չինաստանն ու Ռուսաստանը։ Եվ այսպես արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահ է, խաղաղության հիմքը կողմերի փոխշահավետ պայմանավորվածություններն են։ Օրբելի կենտրոնում տեղի ունեցած քննարկման ընթացքում նշել է, որ արդեն ձեռքբերված և դեռ համաձայնեցվելիք պայմանավորվածությունները պետք է միաժամանակ ձեռնտու լինեն Հայաստանին, Ադրբեջանին և տարածաշրջանի մյուս երկրներին։ Նրա խոսքով հենց այս հավասարակշռվածությունն կարող է ապահովել երկարատև ու կայուն խաղաղություն։ Բոլոր փաստաթղթերի, բոլոր գործընթացների շուրջ կա մի հսկայական կոնսպիրոլոգիա, դավադրաբանական տարբեր վարկածներ, մանիպուլյացիաներ հաճախ միտումնավոր, որոնք կարող են որոշակի հոգեբանական հիմք ունենալ երկրի ներսում, կարող են նաև որոշակիորեն ուղղորդված լինել այլ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից, խաթարելու խաղաղության գործընթացը։ Եվ ահա յուրաքանչյուր այդպիսի փաստաթղթի, յուրաքանչյուր այդպիսի գործընթացի դեպքում, երբ գործընթացը հասնում է որևէ հանգրվանի, փաստաթղթի դեպքում եւ փաստաթղթը ստորագրվում եւ հանրայնացվում է, բոլոր այդ դավադրաբանական վարկածները հոդս են ցնդում, բնականաբար, որովհետեւ մարդիկ կարող են ուղղակի կարդալ ինչ որ ստորագրված է եւ հրապարակված է, եւ վերջում մնում է մի հարց. լավ, չկա էս սպառնալիքը, լավ, չկա այն վարկածը, բայց ինչ երաշխիք, որ այս ամեն ինչը կգործի։ Ես դրա համար եմ ասում, որ սա ամենակարևոր առանցքային հարցերից մեկն է, որովհետև մյուս դեպքերում, եթե հնարավոր է ուղղակի հրապարակել, հանրայնացնել այն, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ վախերը կարող են հոդս ցնդել կամ փարատվել մտահոգությունները, երաշխիքի հարցը իսկապես առարկայական պահանջված է եւ առարկայական քննարկում է պահանջում։ Հիմա իմ խորին համոզմամբ կա մի հստակ երաշխիք, շատ հստակ երաշխիք։ Եվ դա որևէ երրորդ երկրի մասնակցությունը չի, դա որևէ երրորդ երկրի կամ երկրների խմբի ստորագրությունը չի, դա ամենևին, եթե անցյալին անդրադառնանք կամ քննարկվող վարկածներին, ամենևին զանազան խաղապահները, առաքելությունները չեն։ Սակայն Հայաստանի դիվանագիտական հռետորաբանությանը զուգահեռ հետաքրքիր է, որ իբրև թե խաղաղության ձգտող Ադրբեջանը այս տարիների ընթացքում գրեթե չի փոխել խոսույթը։ Արցախը օկուպացնելուց հետո Ալիևի հայացքը հիմա էլ Հայաստանի վրա է։ Ալիևի հայտարարություններին նույն ֆորումում երեկ արձագանքել է Նիկոլ Փաշինյանը։ Պարզվում է Ադրբեջանի նախագահը Սևանի փոխարեն Գյոլչա է ասում ոչ թե որ չի հրաժարվում զավթողական թեզերից, այլ որովհետև Հայաստանի ազգային ժողովում ընդդիմադիրների սեղաններին Արցախի դրոշներն են դրված։ Սեդա Մակարյանն է հետևել Փաշինյանի հայտարարություններին։ Այսպես կոչված խաղաղության խաչմերուկով կամ Վաշինգտոնյան հռչակագրով հպարտանում է Նիկոլ Փաշինյանը ճիշտ այն ժամանակ, երբ իրականությունում Ադրբեջանը շարունակում է պատմական ագրեսիվ հայտարարություններ անել։ Օրինակ Ադրբեջանի նախագահը Սևանը անվանել է Գյոյչա, որպես ապացույց հորդորելով հայերին նայել ցարական Ռուսաստանի քարտեզները։ Նա չվախենալ է հորդորում հայերին, ասում է, իրենք վերադառնալու են ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Իլհամ Ալիևի հետ համակարծիք է նաև Ալեն Սիմոնյանը։ Ես այնտեղ տեսնում, որ ասում եմ մենք պատերազմով չի այդ հարցը լուծվելու մեքենաներով, ոչ թե տանկերով։ Այդ նախադասությունը ես հիմա այստեղ չհնարեցի։ Իր խոսքից ես եմ հիմա մեջ բերում։ Դա նորմալ է, այսքան որ կան Սևանը, ինչ ասելով որ ինչ
Ինչ։ Այսինքն երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին, իրենց տներ, մենք տանկերի մասին ենք խոսում, դա նորմալ է, որ պետք է Ղարաբաղի բնակիչները վերադառնան։ Պարզվում է Իլհամ Ալիևին մենք սխալ ենք հասկացել։ Փաշինյանն ունի Ալիևին արդարացնելու իր տարբերակը։ Ասում է, որ Ալիևը չի ասել Սևանը Գյոյչա է։ Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գյոյչա է, այլ ասել է, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, կա Քաղաքագետ Արմեն Մանվելյանը սա անվանում է կեղծ օրակարգ ստեղծելու եւ խաղաղության մասին հեքիաթներ հանրությանը մատուցելու փորձ, որտեղ Ադրբեջանին արդարացնելը դարձել է սովորական միջոց։ Ես մարդիկ ադրբեջանական ցանկացած գործողություն արդարացնում ու փորձելով առաջ տանել իրենց կեղծ օրակարգերը, մասնավորապես իբր թե իրանք Ադրբեջանի հետ եկել են խաղաղության համաձայնության, ինչը բացարձակ սուտ է։ Մենք Արցախ ենք ասում, նրանք էլ Գյոյչա։ Ալիևի հայտարարությունը նորմալ է ընդունում Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանում օրինակ հնչում է Բասար Գեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ անունը կամ Կովսական անունը, այնտեղ եւ այլն, եւ այնտեղ ինչքան հնչում է եւ այլն, այսինքն տրամաբանությունը հասկացաք։ Նիկոլ Փաշինյանի կեցվածքը չի զարմացրել քաղաքագետ Ստեփան Դանիելյանին, չի զարմացրել նաև պատմական ու իրական հայրենիքները հակասության մեջ դնելու հերթական փորձերն ու Արցախ վերադարձի օրակարգը վտանգավոր համարելը։ Ինքը նմանատիպ բազմաթիվ հայտարարություններ արել եւ վաղը մյուս օրը կարող է հայտարարել, որ վերադառնալու խնդիր չկա, վտանգավոր է։ Ջերմուկի գրաված տարածքները վերադառնալ չի կարելի, որտեղ վտանգավոր է։ Խաղաղությունը կփլուզվի, եթե պատմական հայրենիքի մասին խոսենք, ասում է Փաշինյանը։ Իսկ Ալիևը երբ խոսում է իրենց գոյություն չունեցող պատմության մասին, խաղաղությունը չի վտանգվում։ Քաղաքագետը կարծում է, խնդիրը ոչ թե Ալիևն է, այլ Փաշինյանը։ Ինքը պարտվող է ոչ թե պատերազմի արդյունքում, նաև իր էությամբ ինքը բոլոր զիջումներին գնում է եւ նույնիսկ երբ որ խոսում է խաղաղության խաչմերուկի մասին, անձնանունպես հարցականի տակ է։ Այս ամենի մասին Փաշինյանը հայտարարություններ է արել ստեղծելով խաղաղությունը խորագրով ֆորումի ժամանակ, որին ներկա էին նաև միջազգային լրատվամիջոցներն ու գործակալությունները։ Հենց այս ֆորումի ժամանակ էլ Փաշինյանը պաշտոնապես հրավիրել է Էրդողանին Հայաստան մասնակցելու 2026 թվականի գագաթնաժողովին։ Սադամ Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Մեր տարածաշրջանում խաղաղության մասին խոսելու էին եկել փորձագետներ Ադրբեջանից, Թուրքիայից, Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից, անգամ Հնդկաստանից։ Եվ նույն համաժողովի ժամանակ Թուրքիայի ազգային մեծ ժողովի падգամավոր Կարո Փալյանը հայտարարել է, որ 2026-ի հունվարին կամ փետրվարին հայ-թուրքական սահմանը կբացվի քաղաքացիների համար։ Նրա խոսքով Հայաստանը պատրաստ է խաղաղության, Թուրքիան նույնպես։ Իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընթացող քաղաքական իրադարձություններին նշել է, որ ինքը խաղաղություն չի տեսնում։ Ու պատկերացնում եք այս ամենի ֆոնին երեկ ուշ երեկոյան էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից տեղափոխվում է դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Այս պահին հայտնի չէ բեռները արդեն հատել են սահմանը թե ոչ, բայց Պապոյանի խոսքով ճանապարհին է նաև ղազախական ծագման ցորենը, որը մոտ օրերս նույնպես պետք է հասնի Հայաստան։ Այս գործընթացի մասին բոլորս էլ լսել էինք շաբաթներ առաջ։ Ղազախստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հայտարարել, որ Բաքուն վերացրել է Հայաստանի բեռների տարանցման արգելքը։ Ըստ մոտ 10 օր առաջ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր վստահեցրել, որ ադրբեջանական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը թույլատրել ռուսական արտադրանքի տարանցումը դեպի Հայաստան։ Դե ինչպես տեսնում եք, այս հայտարարությունները արդեն վերածվել են գործողությունների։ Այստեղ ուզում եմ հիշեցնել նաև մեկ կարևոր դրվագ։ 2 տարի առաջ շրջափակման 9-րդ ամսին, երբ Արցախում մեկ ընտանիքին օրական ընդամենը 1 հաց էր հասնում, անկախ նրանից, թե ընտանիքը քանի անդամից է բաղկացած, Ադրբեջանը փորձում էր ակնայի ճանապարհով 40 տոննա ալյուր ուղարկել Ստեփանակերտ։ Դե իբրև օգնություն։ Այդ օրերին արցախցիները փշալարերով փակեցին Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը։ Ճիշտ է, բեռները մտան Արցախ, բայց հաջորդ օրը սկսվեց պատերազմը եւ Արցախը հայաթափվեց։
Վերջին օրերին բոլորիս ուշադրությունը ուղղված է 3 տարեկան Տիգրանի շուրջ տեղի ունեցած ողբերգական դեպքին։ Սա մրկեցուցիչ սպանության մասին նախորդին հայտնի դառնալուց հետո Գեղարքունիքի մարզպետարանում նիստ է եղել սպանված երեխայի ծնողներին ծնողական իրավունքից զրկելու հարցով։ Փորձագետները որոշել են, որ 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի քույրն ու 3 եղբայրները պետք է տեղափոխվեն Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն, հիշեցնեմ, որ երեխային սպանել է հայրը խեղդելով։ Ողբերգական վթար է եղել Արագածոտնի մարզում, 3 Մարգարա, Վանաձոր, Տաշիր ավտոճանապարհին բախվել են Մերսեդես և GAZ-3110 մակնիշի ավտոմեքենաները։ 1 մարդ տեղում մահացել է, մեկը հիվանդանոցում։ Կա ևս 4 վիրավոր։ Նշեմ, որ մինչև GAZ-31-ին բախվելը Մերսեդեսը հարվածել է Volvo մակնիշի բեռնատարին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նախատեսում է հանդիպել Սիրիայի ղեկավար Ահմեդ Ալ-Շարայի հետ։ Սպիտակ տան մամուլի խոսնակի փոխանցմամբ Մերձավոր Արևելքում գտնվելու ընթացքում Թրամփը պատմական որոշում է կայացրել վերացնել Սիրիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, այսպիսով նրանց տալով իրական հնարավորություն խաղաղության համար։ Իսկ Չինաստանն ու Ռուսաստանը համաձայնել են համատեղ արձագանքել իրենց վրա կիրառվող պատժամիջոցներին։ Հայտարարությունը հնչել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի Պեկին կատարած այցի ժամանակ, որտեղ Չինաստանի նախագահ Սին Ցзինփինը վերահաստատել է Մոսկվայի հետ կապերը խորացնելու Պեկինի հանձնառությունը։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Դիվանագիտական սկանդալ է հասունացել ռուս-իտալական հարաբերություններում։ Իտալիայի արտգործնախարարություն է կանչվել այդ երկրում Ռուսաստանի դեսպանը։ Պատճառը Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունն է, թե Իտալիան կփլուզվի, եթե շարունակի աջակցել Ուկրաինային։ Հռոմում Կոնտի աշտարակի փլուզումից հետո Զախարովան իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ Իտալիան միլիարդավոր եվրոներ է ծախսում Ուկրաինային եւ ուկրաինացի փախստականներին աջակցելու համար, եւ քանի դեռ Իտալիայի կառավարությունն անիմաստ վատնում է իր հարկատուների փողերը, Իտալիան ամբողջությամբ կփլուզվի տնտեսությունից մինչև աշտարակներ։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Զախարովայի հայտարարությունը վուլգար է անվանել։ Երբ տեղի ունենում ողբերգություն, չի կարելի շահարկել փլատակների տակ մնացած մարդկանց մասին։ Մենք երբեք դա չենք արել։ Երբ Ռուսաստանում տեղի էին ունենում ողբերգություններ, մենք միշտ համերաշխություն էինք հայտնում, ասել է նախարարը։ Օրերս Հռոմի Կոնտի աշտարակը մասնակիորեն փլուզվել է։ Կառույցը վերանորոգման փուլում է եւ միջադեպի պահին աշտարակի ներսում եղել է 4 բանվոր, նրանցից մեկը մնացել է փլատակների տակ։ Նյու Յորքը կունենա մուսուլման քաղաքապետ։ 34-ամյա Զոհրան Մամդանին համոզիչ հաղթանակ է տարել նոյեմբերի 4-ին Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում, հավաքելով ձայների 50.4%-ը։ 2024 թվականի հոկտեմբերին, երբ Մամդանին հայտարարեց ԱՄՆ ամենամեծ քաղաքի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, քչերն էին հավատում, որ նա կհաջողի։ Այժմ նա ծագող աստղ է ԱՄՆ քաղաքական ասպարեզում, եւ նրա հետևորդների թիվը միայն աճում է։ Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք, որը կառուցել են ներգաղթյալները, առաջ են շարժում ներգաղթյալները եւ այսօրվանից ի վեր ղեկավարելու է ներգաղթյալը։ Իր առաջին ելույթում ասել է Մամդանի. Քաղաքական գործիչը ծնվել է Ուգանդայում, նրա ծնողներն ունեն հնդկական արմատներ։ Մամդանին ԱՄՆ քաղաքացիություն է ստացել 2018 թվականին։ Եվրամիությունն Ուկրաինային 1.8 միլիարդ եվրոյի նոր տրանշ է հատկացրել, ինչը 2022 թվականից ի վեր Կիևին տրամադրվող ԵՄՕ օգնության ընդհանուր գումարը կհասցնի մոտավորապես
180 միլիարդ եվրոյի, ասվում է Եվրամիության խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հոկտեմբերի 23-ին հայտարարել էր, որ Եվրամիությունը 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինային արդեն տրամադրել է մոտ 178 միլիարդ եվրոյի ընդհանուր աջակցություն, այդ թվում 63 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։ Վրաստանը չի գնում այն ճանապարհով, որը կբերի նրան Եվրամիության անդամակցության, ոչ 2030 թվականին, ոչ էլ ավելի ուշ, հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին, պատասխանելով 2030 թվականին Վրաստանի Եվրամիության անդամակցելու հնարավորության վերաբերյալ հարցին։ Նրա խոսքով, քանի դեռ Վրաստանը հետընթաց է ապրում հիմնարար իրավունքների եւ ազատությունների ոլորտում, երկիրը չի լինի Եվրամիության անդամ։ Դեսպանը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Վրաստանի իշխանությունների հետ ստեղծված իրավիճակը փոխելու համար։ Միացյալ Նահանգների օդանավակայաններում քաոս է ավելի քան 1 ամիս տևող շաթդաունի պատճառով։ Ուղևորները բախվում են չվերթների ուշացումների եւ չեղարկումների, օդային երթևեկության կարգավարների բացակայությունների աճի պատճառով։ Միացյալ Նահանգներում օդային երթևեկության գրեթե 13000 կարգավար աշխատում է առանց վարձատրության հոկտեմբերից ի վեր, երբ սկսվեց կառավարության գործունեության մասնակի դադարեցումը, այսպես կոչված շաթդաունը։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը սկսվել է հոկտեմբերի 1-ին, այն բանից հետո, երբ ամերիկացի օրենսդիրները չկարողացան համաձայնության գալ բյուջեի շուրջ կարևորագույն պետական ծառայությունների ֆինանսավորումը շարունակելու համար։ Այս շաթդաունը դարձել է Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկարը։ Նախկին ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմին ասպետի կոչում է շնորհվել։ Արարողությունը տեղի է ունեցել Վինդզորի ամրոցում։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը նրան այդ կոչումը շնորհել է սպորտին եւ բարեգործությանը մատուցած ծառայությունների համար։ Անգլիայի հավաքականի նախկին խաղացողին ուղեկցել են ծնողները եւ կինը Վիկտորիա Բեքհեմը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այսքանն էին ABC լուրերի հիմնական թեմաները, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում, WhatsApp-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, ABC լուրերի հաջորդ թողարկումը կարող եք դիտել ժամը 15-ին, իսկ տաղավարում կաշխատի իմ գործընկեր Գառնի Մութաֆյանը։